Ես տեղյակ չեմ, նախ առաջինը ես ավելի գլոբալ եմ մտածում, որ պետք է եւ արտահանվի, եւ ներմուծվի Ադրբեջան եւ Հայաստան, եւ արտահանվի եւ ներմուծվի։ Սա մեկ։ Երբ որ դուք սկսում եք անվտանգային հարցերից խոսել, մենք 30 տարի ամենաբարդ իրավիճակում ենք եղել, հա, պատերազմական գործողությունների մեջ, ինչ-որ մի պա դադարել է, ամեն օր կրակոցներ են եղել, մեր երիտասարդ երեխաներն են զոհվել, որը ցավ եմ ապրում, իսկ այսօր այդ խաղաղության նախաստորագրումից հետո խաղաղությունը արդեն իրականում գոյություն ունի, սահմանները խաղաղ են, ընկալումները եւ հասարակության մեջ Ադրբեջանի եւ Հայաստանի այդ հարևանի հետ, որ պետք է բարիդրացիական հարաբերություններ, կամաց այդ գիտակցությունն է ձևավորում սահմանամերձ շրջաններում, գյուղերում, տարածքներում, որտեղ որ բնակչություն կա։ Դեպքում առևտուրը շարունակվելու է կամ սկսում է Ալիևն ասում է նոր ենք սկսում առևտուր, բայց ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ անվտանգային խնդիրները շարունակում են մնալ, մեր տարածքից չեն հեռանում, խոսում են Սևանի մասին, եւ այս հայտարարությունը նաեւ սեպարատիստների մասին է խոսում Ալիևը, մեղադրում է նախ առաջին մի բան եմ ուզում ասեմ, դա ուզեցել է ասի ժամանակին, երբ որ դուք լավ գիտեք, որ աշխարհում ցանկացած քաղաքակիրթ երկիր, ցանկացած քաղաքակիրթ դիվանագիտական եւ քաղաքական գործիչ համարում է այլ երկրի տարածքում գտնվելը նման ինչ-որ ձևակերպում տալիս է։ Եկեք դա դնենք մի կողմ, ես կարծում եմ այդ բոլոր ուղերձ այդ մեսիջները ուղղված էր Եվրոպական պարլամենտին, Եվրոպական խորհրդի տարբեր որոշումներին, ինչ ասեք։ Սա թողնենք այդ ավելի այդ դաշտում թող լինի։ Իսկ այն ինչը որ կախված է մեր Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ, որ պետք է խաղաղություն լինի եւ այդ ընկալում կա երկկողմանի եւ այդ խաղաղությունը իրոք այսօր մենք ունենք, եկեք դրանից խոսենք։ Ինչ եք ուզում, մեր ուզածը, ձեր ուզածը, ինչն է։ Իրանցիները տարածքից հեռանան, Հայաստանի ինքնիշխան տարածքից, եւ եթե խաղաղություն է կնքում, ապա վերջնականապես ստորագրեն։ Ադրբեջանի տարածքից թե չէ, նկատի ունեմ անկլավներ ունենք, իհարկե, բայց ձեզ մի քանի անգամ վարչապետն ասել է, տարբեր պաշտոնյաներ ասել են, նրանք ովքեր որ դրանով զբաղվում են, պարոն Միրզոյանը ասել է, դուք հիմա դա մոռանում եք, չեք ասում, ուզում եք որ ինչ լինի։ Հիմա ուզում եք որ ձեր ներողություն եմ խնդրում, այդ չենք վերադարձնում, մենք էլ ունենք իրենցից վերցրած, ես ինչքան գիտեմ, քառակուսի կիլոմետրով մեր ավելի շատ է, քան իրենցը, որը որ գտնվում է մեր տիրապետության տակ։ Այնպես որ խնդրում եմ, հասարակությանն էլ մի այսպես լարեք։ Ու ձեզ ասել է, որ Արցախաշեն եթե վերադարձնեն, այդ հարցը քննարկվելու թեմա է, այսպես կոչված։ Այսպես կոչված դեռ որոշում չկա, անկլավները վերադարձվելու են, թե ուղղակի թողնելու են ինչպես որ կա, թե ուղղակի քառակուսի կիլոմետրով են հաշվելու։ Նկատում եմ դեռ դրա որոշումը չկա, դրա քննարկումը չկա, դեռ գնում են սահմանային սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները, դրանց ամրապնդման աշխատանքները, եւ ես կարծում եմ գիտակից մարդ եք, դուք լրագրող եք, խնդրում եմ, ես մեկ-մեկ տեսնում եմ, ես չգիտեմ, այլ երկրներում էլ միգուցե կան ակտիվ լրագրողներ, բայց դուք տեսնում եք ինչ ա կատարում։ Լավ էս հասարակությունը մեղքը չի, բոլորին ստրեսի մեջ պահում, ինչ ասեք, խոսում են, ինչ ասեք, հորինում են, լսեք, ներողություն եմ խնդրում բանից միտքը փոխած, մի մասը կտրում են, մյուս մասը կոնտեքստից հանած։ Հիմա ես էլ ձեզ ասում եմ, դուք ինչ որ ասում եք, մի մասը չեք ասում եք այն մասը, հիմա նույն բանն էլ անում են Ադրբեջանում ձեր նման լրագրողները։ Ես ձեզ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն էլ ունի անկլավներ, Ադրբեջանն էլ ունի։ Այդ անկլավների մեջ կամ այդ տարածքները, որը որ 91 թվականով Հայաստանի Հանրապետությանն, նաև 91 թվականով Ադրբեջանի Հանրապետությանն է, եւ մենք ունենք, որ գտնվում ենք իրենց տարածքում, եւ իրենք ունեն, որ գտնում են մեր տարածքում, դրանց մեջ եւ մտնում է ջերմուկը։ Հարցնում ես հարցնում այն մասին, որ նրանք գրավել են տարածքներ այդ հատվածում։ Մենք էլ ժամանակին գրավել ենք, մենք նույնպես գրավել ենք, չէ, այդ ես չեմ լսել, որ ինքը ասել է չենք գնալու։
մենք չենք գնալու, քանի որ մենք այդտեղ գրավել ենք, ավելի վերևից հարմար նայում ենք, տեսնում ենք։ Դա ժամանակին է ասվել, իսկ դրանից հետո երբ որ արդեն սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները գնաց, հատուկ հանձնաժողով կա, դուք ինքներդ լավ գիտեք հանձնաժողովի նախագահան Հայաստանում է, դուք տնտեսականից եք հարց տալիս, ավելի լավ կներ դուք հարց տայիք սահմանազատման եւ սահմանագծման առումով ինչ առաջընթաց կա եւ երբ են սկսելու եւ որտեղից են սկսելու։ Հա ես էլ տեղյակ չեմ, դե ինչ որ մի պահի կներկայացնեմ ձեզ։ Այլ հարց ունեք, ասեք պատասխանեմ, եթե չունեք ես գնամ։ Ես շնորհակալ եմ։